Ում մեքենան է, սի մեքենա զում բդերին, ստուգեցին, փաստաթղթերս, ասին գնացի, բայց հետևից եկան, դիմաց այդ ուրիշ պարակայինը ծրեց, էլի մի 500 մետր հետո, էլի ում մեքենան է, սի մեքենաս, էլի ստուգեցին փաստաթղթերը, թողեցին երրորդը կայնցեց, բայց այդ ժամանակ հետներ գражданский մարդիկ կային սեր մեքենայը։ Նախ կներկանաք դուք ով եք, նախ։ Գորգ Թովոսյան։ Գյումրի բնակիչ, Հայաստան քաղաքացի։ Կուսակցության հետ որևէ կապ ունեք։ Կուսակցական չեմ, բայց պարոն Գրիգորյանի աջակիցն եմ, թիմակիցն եմ։ Այսինքն ձեզ ձերբակալել էին, բաց են թողել բերման էին։ Ձերբակալեցին, երրորդ անգամ որ կայնուցեցին, հետները կա գражданский քաղաքացիական հագուստամարտիկ, եկան, հետևեք մեզ, ասեցի ով եք, ուր հետևեմ, հետևեք կասենք, ասեք նոր հետևեմ, էլի, հարցրեցի փաստաթուղթ ով եք, ինչ եք, պարագներս հետի ստուգում ենք, ստուգեք փաստաթղթերս։ Երկու րոպե մեջ երրորդ անգամն է, այդ մարդիկ չէ, հետևեք մեզի, հա խնդիր չկա, հետևեմ, բայց ով եք։ Չներկայացան, ոչ մի տեղ չներկայացան, եկան փորձեցին ցերեկը սպանել, հետո զանգեր կատարեցին, փանարեցին, ասեցին լավ գնա։ Գնայեք ազատ ես։ Այսինքն փաստացի լինելով Մարտուն Գրիգորյանի աջակիցը Գյումրի քաղաքում ուղղակի ձեր գործերով եք։ Հա ուղղակի տանից դուրս եկեք գործերով։ Որ մարմնի ներկայացուցիչ։ Չասեցին, այդ քաղաքացիական անձանց հագուստոմական չգիտեմ ով են։ Պարագները ներկայացան, բայց չեմ հիշում ազգանունները, ովքեր են, ինչ եմ։ Կարծեցի սովորական ստուգում էր, ինում է, որ կարող Ձեր մեքենայի փաստաթղթերը ստուգեցին, թե ընդհանուր մեքենա։ Չէ, փաստաթղթերը, միայն փաստաթղթերը, մեքենայի ոչ մի բան չեն ստուգել, ոչ մի բան չեն արել։ Ուղղակի րոպեն մեկ զանգեր էին անում, զանգերով փորձում էին ճշտել, քաղաքացիական հագուստը մարդիկ փորձեցին զանգերով, ինչ որ բան ճշտեցին, բայց արդեն թևերս բռնած մեկը ոչ դիմադրել են, ոչ փախելով, այսպես կանգնած էլի։ Ճշտեցին, թողեցին, ասեցին գնացեք կներեք, ներողություն խնդրեցին։